Պատրաստ եք, որ օրինակ գազը 3-3.5 անգամ թանկանում։ Ավանդական խոպանն էլ է փակվելու։ Տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ։ Բրինձը մեզ չի փրկի։ Համոզում են, կուտ են տալիս։ Կապրենք ջերմուկով, Սևանի սիգայով, ամենացինիկաբարեն խափում է նույն հպարտ քաղաքացուն։ Շնորհակալություն հայտնենք մեր եղբայր Ալիևին։ Ոչինչ չփոխեց։ Ոչ մի բան չփոխեց, ոչ գազ ունենանք, ոչ ատոմակայան։ Մենք որտեղ ենք ապրելու։ Ողջույն հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին։ Ողջույն 3 միլիոն վարչապետներին, բացի մի հոգավորից։ Արեկնաս այսօր բավականին հետաքրքիր թեմա են քննարկելու հայ-ռուսական հարաբերությունները, որը վերջին մեկ շաբաթվա երևի 10 օրվա ամենակննարկվող թեմաներից է, հատկապես տնտեսական հարաբերությունները, եւ դա սկսվեց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին իմիջիայլոց Հայաստանում դա համարվում է հումորի թե ստախոսության։ Նիկոլի պարագայում հաստատ ստախոսության։ Չէ, Հայաստանում իր մասնագիտական տոնն է։ Խափելու օրն է։ Իսկ Ռուսաստանում ձեն դուրակա, չէ, տենց ոչ պաշտոնական, տենց Իմիջիայլոց այդպիսի վերլուծություններ էլ կային, որ Ռուսաստանը հատուկ է այնպես արել, որ հենց այդ օրը կայանա իրենց Դե եթե ասում ապրիլի ցցուն դարձնելու համար, թե ինչ վերաբերմունք ունեն անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ապրիլի 1-ին, այո, հենց այդ օրը Նիկոլ Փաշինյան հայտնվեց Կրեմլում։ Իմիջիայլոց սկսենք այն բանից, որ հիշում ես, որ ինքը ասեց, որ դե ես ով եմ, որ Ռուսաստանի նախագահը ինձ զանգի, այսինքն նախաձեռնությունը լինի բանի կողմից, էլի, Ռուսաստանի նախագահի կողմից, ես եմ զանգել, հանդիպում եմ խնդրել, չէ, այդպիսի բաներ ասում ասուլիսի ժամանակ։ Այդ հեռախոսազրույց տեղի ունեցավ դրանից առաջ, ապրիլի 1-ից առաջ, որին ի պատասխան, հարցերին ի պատասխան, թե ինչու է հեռախոսազրույցը ինչ նպատակ ունի, դե ասեց, թե Ռուսաստանում գերտերությունը իմ նախաձեռնությամբ զանգել եմ, խոսել ենք եւ այլն եւ այլն։ Կարծեմ նես ներկայացրեց, որ իբր իր նախաձեռնությամբ էլ պետքա ասելա կամ հյուրեն էլ ասել, դե արի էլի։ Հետո բարձվեց, որ կանչել են ուղակի իրեն այնտեղ ապրիլի 1-ին, հենց նշանակել են ու մամուլից տեղեկացար, ինչ նվեր են տվել, մոտավորապես $1000 նվեր ա եղել Կրեմլում։ Չէ, ինչ նվեր էր, ճիշտ ասած։ Խմելու բան, պահը բացեմ թողի։ Խմելու բան ու ռուսերեն ասեմ, Զակուսկին հայերեն ոնց աղանդեր, ինչ ա լինում։ Հա? Այդ կուկուրուզ պերաշկի բան չի մտել դրա մեջ։ Չէ, ցկնկիտ։ Հա, այսինքն գիտեմ, որ խմելու ու ուտելու հետ դե հիմա նվեր են տվել։ Այդպես նվեր են տվել, բայց կատակիրո կատակով մենք լուրջ տուրբուլենտային փուլ ենք մտնում ըստ այդ հանդիպումից հետո այդ հանդիպումով փաստացի ստարտ տվեց դեմոնստրատիվ ապամոնտաժմանը հայ-ռուսական հարաբերությունների, թե դա ինչքան կշարունակվի, ինչ խորությամբ կշարունակվի, շատ դժվար է ասել, կախված է հունիսի 7-ի ընտրություններից եւ հիմա մենք Արեկնաս երևի հենց դա քննարկենք, թե ինչ կարող է մեզ սպասվել, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի միջև վերջ ապամոնտաժել հայ-ռուսական հարաբերությունները։ Իմիջիայլոց այսպիսի խոսակցությունները որպես կանոն փակ դռների հետևում են իրականացվում, ու սա աննախադեպ երևույթ էր, որ երկու երկրների ղեկավարները ցավոք սրտի մեր երկիրն էլ այս ուտող խմող խեղկատակն է ներկայացնում։ Սա տեղի ունեցավ արդեն բացահայտ հանրության համար ակնհայտ ձևով ներկայացվեց, թե Ռուսաստանը ինչ վերաբերմունք ունի կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ու այս հանդիպումը եւ այդ հանդիպմանը կատարված շեշտադրումները ավելի շատ ուղղված էին ոչ թե Նիկոլ Փաշինյանին, ոչ թե Հայաստանի իշխանությանը, այլ հայ ժողովրդին, որովհետեւ ուղերձ էր հղվում հայ ժողովրդին, որ դուք հունիսի 7-ին ունեք ընտրության հնարավորություն։ Եթե դուք ընտրում եք ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհը եւ իբրև թե գնում եք ԵՄ, չնայած ԵՄ-ում մեզ չեն սպասում, չեն թաքցնում, որ մեզ այնտեղ չեն սպասում, համենայն դեպս խափում են, հա, այս Նիկոլ Փաշինյանը իր այդ ուրախների ավտոբուսի այդ խմբակը ասում են, որ իբր մեզ ԵՄ-ում պայծառ ապագա է սպասվում։
Ուրեմն դուք իմացեք հետևանքների մասին, որովհետև բնական է, եթե դու ԵԱՏՄ-ից դուրս ես գալիս, հետևաբար չես կարող օգտվել նաև այնտեղի առավելություններից եւ այդ բարիքներից, օգուտներից, որ հիմա Հայաստանը ստանում է։ Իմիջիայլոց շրջանակներում։ այդ բարիքները այն բարիքներն են, որ ովքեր ռուս-ուկրաինական բանով պայմանավորված Հայաստանում մի խավ փաստացի նախնական կապիտալ ձեռք բերեց, բավականին հարստացավ, միջոցների տեր դարձավ, մեքենաների առևտուրը հիշում եք, էլի ԵԱՏՄ-ում լինելու ինչ որ կարգավորումներին ավելի ուշ միանալու արդյունքում այդ մեքենաները ռեէքսպորտի շնորհիվ, այսինքն մի խավ Հայաստանում հենց դրա Հայաստանի ԵԱՏՄ-ում գտնվելու շնորհիվ բավականին առաջադիմեց։ Հիմա ոչ միայն բացի այդ անհատներից Հայաստանն է ընդհանրապես շահում Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալուց ԵԱՏՄ-ի շրջանակներում, որովհետև մեր արտահանման զգալի մասը իրականացվում է դեպի Ռուսաստան։ Իմիջիայլոց Մեր տնտեսությունը հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, կախված է հենց Ռուսաստանից։ Եվ Ռուսաստանն էլ հենց այդ հետևանքների մասին էր զգուշացնում, որ եթե դուք գնում եք այլ ճանապարհով, դա ձեր ընտրության իրավունքն է, սիրելի հայ ժողովուրդ։ Եթե ընտրում եք այդ ճանապարհը, ուրեմն իմացեք նաև հետևանքների մասին։ Դուք պատրաստ եք այդ հետևանքներին, պատրաստ եք, որ օրինակ գազը 3.5 անգամ թանկանալու։ 6 Լավ, ասենք 6։ Սպառողի վրա արդյունքում կդառնա 6։ Դուք պատրաստ եք, որ բոլոր ապրանքատեսակները թանկանալու են։ Դուք պատրաստ եք, որ գյուղմթերքը չի արտահանվելու եւ ընդհանրապես ոչ մի բան չի արտահանվելու Ռուսաստան։ Պատրաստ եք, որ ընդհանրապես օդն է փակվելու դեպի Ռուսաստան։ Այսինքն այն տարական գնալ գալն էլ է այսպես ասած իրականացվելու։ ավանդական խոպանն էլ է փակվելու։ Հիմա մենք սա չարախոսելով չենք ասում, մենք սա ասում ենք իրոք ցավով, որովհետեւ սա Նիկոլի խնդիրը չի, սա ԿՊ-ի քպականների խնդիրը չի, սա հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության խնդիրն է, որովհետև այն ինչ որ դու նշեցիր, դա ենթադրում է տնտեսության կոլապս, էներգետիկ կոլապս Հայաստանում։ Եվ կարելի ասել տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հետ Նիկոլի կողմից նախաձեռնված, որի արդյունքում տուժելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու քպականները, այլ տուժելու է կոնկրետ հայաստանցին ու հայ ժողովուրդը, դա էլ ֆիքս է։ Այո, ցավոք սրտի, Շատ դեպքերում հասարակության մի հատված կա, որ փորձում է Նիկոլ Փաշինյանի գործողությունները դիտարկել Հայաստանի Հանրապետության շահերի տեսանկյունից եւ ասում է, այ գիտեք, սխալվեց, լավ պատրաստված չէր, մի մասներ կա հարիվ էին ասում, չէ՞։ Նմանատիպ որակումներ են տալիս, բայց դա ամենամեծ մոլորությունն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը այս քաղաքականությունը, որ վարում է Ռուսաստանի հետ հարաբերությունների փչացման, Իրանի հետ որոշակի սառեցված հարաբերություններ ձևավորեց, այդ ուղղությամբ էլ կարող է փչացնեն, միակ երկիրը, որի հետ լավ հարաբերություններ է կառուցում, անձնային մակարդակով, իշխանական մակարդակով դա Ադրբեջանն է։ Ինքը Եվրոպայի հետ էլ հարաբերությունները ըստ էության այնտեղից իրեն գովերքող հայտարարություններ են հնչում որոշ չինովնիկների կողմից, բայց երբ որ մենք նայում ենք ցուցանիշներին թվային, այսինքն առևտրաշրջանառությունը Նիկոլ Փաշինյանի գալուց հետո Եվրոպայի հետ առևտրաշրջանառությունը ընկել է, աճել է Ռուսաստանի հետ։ Հիմա այս մարդը, որի օրոք Ռուսաստանի հետ անհամեմատ աճել է առևտրաշրջանառությունը, Հայաստանի տնտեսությունը էլ ավելի կախվածության մեջ է ընկել Ռուսաստանի շուկայից, խոսում է Ռուսաստանի տնտեսական պատերազմ հայտարարելու մասին, ոչ բառացի, բայց իր գործողություններով տանում է դրան։ Հանգեցնելու դրան միանշանակ։ Ես այն միտքը չավարտեցի, Նիկոլ Փաշինյանի գործողությունները պետք է նայենք ոչ թե Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերի տեսանկյունից, այլ բոլորովին այլ երկրների շահերի տեսանկյունից, ու այդ ժամանակ ամեն ինչ տեղը կընկնի։ Ինչու եմ դա ասում, երբ որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները նայում ենք Ալիևի շահերի տեսանկյունից կամ Էրդողանի շահերի տեսանկյունից, կամ ասենք արևմտյան որոշակի շրջանակների շահերի տեսանկյունից,
puzzle-ը հավաքվում է իդեալական կերպով։ Ինչ է անում, շատ կարճ ասեմ, հետո դետալային մեր հյուրի հետ էլ կքննարկենք, հա, Երվանդ Բորզոյան մանրամասը ներկայացնելու է, թե ինչ կախվածություն ունենք Ռուսաստանի հետ եւ ինչ վտանգներով է դա հղի, եթե խզենք հարաբերությունները։ Տեսեք, հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարում Ռուսաստանին տնտեսական, կապերը խզվում են, ունենում ենք էներգետիկ պրոբլեմ, ինչ ենք հիմնականում ներկրում մենք Ռուսաստանից։ Հիմնականում մենք ներկրում ենք էներգետիկ ռեսուրսներ, հացահատիկ, չէ՞։ Այսինքն կենսական անհրաժեշտության ապրանքներ, որը տնտեսության հիմքն է։ Էներգիա չեղավ, տնտեսություն չի լինի։ Հացահատիկ չեղավ, ուտելու բան ըստ էության մենք չենք ունենա։ Բրինձը մեզ չի փրկի։ Չէ՞ հիշում ես, բրինձ էին առաջարկում ուտել։ Կուկուս կուտենք։ Էդ էլ չունես։ Ախր էդ էլ չունես, որ ուտես։ Ոչ մի բան չկա այդ առումով, որ փոխարինի էլի հացահատիկին։ Մի խոսքով, Ռուսաստանը ապահովում է այդ հատվածը տնտեսության, որի վրա հիմնված է ամեն ինչ, գազի վրա ամեն ինչ է հիմնված, նավթամթերքի վրա ամեն ինչ է հիմնված, հացահատիկներ դե հասկանալի է։ Հիմա երբ որ այդ ամեն ինչը կտրում է, Հայաստանում ինչ է տեղի ունենում, շատ պարզ պատկերացնենք։ 90-ականների հացերտերը հիշում ես։ Փոքր է, բայց հիշում եմ։ Հա, ես շատ լավ եմ հիշում, այն ժամանակ տալոնով էին, հա, հացը տալիս, մի հատ սև էր հասնում, մի հատ սպիտակ հաց էր հասնում։ Գիշերով գնում էին, գիշերով հերթեր էին կանգնում, ցորենի պրոբլեմ կար։ Այն ժամանակ 88 թվականին ոմանք ասում էին, մենք պետք է փոխվենք Ռուսաստանից, որպեսզի անկախանանք, ինքնիշխան լինենք, ու ինչ էին ասում, կապրենք ինչով, շատերը գիտեն, կապրենք ջերմուկով, Սևանի սիգայով, կլուբնիկը հայերեն, ելակով, ազնվամորով եւ այլն։ Նույնիսկ ակադեմիկոս ա եղել, որ հելել հայտարարել է, որ ծիրանի կուտը մեզ կպահի։ Ծիրան ծախելով կապրեն։ Այդ ծիրանն ախր Ռուսաստան են ծախում, էլի։ Այն ժամանակ այդպիսի իրացիոնալ մտքերով եկան, գործարանների դեմ միտինգներ, ատոմակայանի մոտ միտինգ էին անում, պահանջում էին փակել ատոմակայանը։ Փակեցի։ Տեսակ ինչի մեջ հայտնվեցինք։ Հացի հերթեր, հովարային անջատումներ, վերադարձել էին քարեդար։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ջանքերի շնորհիվ մենք վերադառնում ենք այդ նույն քարեդարը, չնայած այդ ամեն ինչի մենք էլի հաղթանակած դուրս եկանք Արցախյան պատերազմում, այստեղ մի հատ պարտվել ենք, մի հատ էլ վերադառնում ենք քարեդար, այդ հացի հերթերով, բենզինի հերթերով, հնարավոր է ամերիկացիները էլի կան մեզ նավթի կտրոններ տան, որ այդ կերասինկաներ կային, չէ՞, այդ կերասինկաների համար նավթ պեչենիներ կան, ես դա հիշում եմ։ Այն աստիճանի սինթետիկ էր, որ վառվում էր եւ դրանով սուրճ էին պատրաստում։ Այդ դրանց տարաշրջանին է վերադարձնելու Նիկոլ Փաշինյանը մոտավորապես իր այս քայլերով, որովհետեւ այնինչ ինքը հիմա անում է, ուղիղ այդ ուղությամբ են գնում, այլ տեղ չի կարող տանել, բայց կներես Արեգնաս ջան, ինքը ինչ է ասում, այդ պահին, որ ամեն ինչ կոլապսի ենթարկվեց, բակասի մեր եղբայր Ալիևը, շնորհակալություն հայտնենք մեր եղբայր Ալիևին, որ պատրաստվում է մեզ գազ տալ, բայց շուկայական գներով ժողովուրդ ջան, մի 6 անգամ թանկ էլի, նույն ռուսական գազն է, ուղղակի արդեն Նիկոլի վրա Ալիևն է ծախելու, այ Էրդողանն էլ բարի որպես բարի կամքի դրսևորում թույլ կտա, ասենք Տրապեզոնի նավահանգիստից ցորենը մտնի Հայաստան եւ հայ ժողովուրդը շնորհիվ թուրքերի շնորհիվ Ալիև հոպարի անվտանգության երաշխավորների դրանել չէ որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է եւ կասի ժողովուրդ ջան հələ հավաքվեք Ծիծեռնակաբերդում Եղեռնի հուշահամալիրի մոտ բոլորս գլխիկոր շնորհակալություն հայտնենք Ալիև հոպարին եւ Էրդողան հոպարին եւ մոռանանք ցեղասպանության մասին, որովհետեւ այս մի քանի միլիոն հայերին փրկեցին իրենց քայլերով։ Մենք կարող ենք հասնել այդ հանգրվանին։ Այստեղ մի նրբություն կա Տերենիկ, որ ցավոք սրտի մեր հասարակության մեջ նաև շատ փոքր իհարկե, բայց այդ շերտը կա ու հենց այդ շերտի զգացմունքների վրա էլ նաև խաղում են Նիկոլ Փաշինյանենք։ Իրենք ասում են, հա ոչինչ, թող Ադրբեջանը գա, թող Թուրքիան գա։ Առաջ ոնց էինք ադրբեջանցիների հետ, թուրքերի հետ, ջանասելով ջիգար լինելով ապրում էինք, չէ՞։
Թուրքերը մի երբ խնդիր չկար։ հետ են Դե ջանք։ իրենք այդ նույնացնում են, էլի, իրենց համար տարբերություն չկա, թուրքը կլինի, ադրբեջանցին կլինի, այսինքն թշնամի Ախր ջանջիկյարով էլ չեն ապրել, արեք նա Իրենք շփանցիրը այդպես հետ են ասում, նաև իրենց այս քարոզչական միջոցներով, ֆեյքերով եւ այլն ֆեյքերի էջերով, բաներով, այդ իրենց ուղեղի մեջ մտցնում են, համենայն դեպս համոզում են, կուտ են տալիս, եթե ավելի կոնկրետ ասենք, որ եթե Ադրբեջանը եւ Թուրքիան գան, ապա Հայաստանի տնտեսությունը կզարգանա, մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի, կամ այսպիսի մի ձևակերպում են տալիս, ասում են Աջարիայի նման, հա, կվերածվենք Աջարիայի տնտեսությունը, երբ որ գան, տնտեսապես մեզ կվերցնեն ու Աջարիայի կվերածվենք, բայց իրականում ոչ թե ասենք մենք Աջարիայի ենք վերածվելու, մեր տնտեսությունը զարգանալու է, մենք էլ լավ ենք ապրելու, այլ Հայաստանը ընդհանրապես վերանալու է։ Նիկոլ Փաշինյանը ինչ արեց, այն ասում են գնաց Պուտինի մոտ դուխով խոսեց, այսպես ջղային դեմք ընդունեց, ինչ որ դուխով չի։ Գազ էր տվել Պուտինին, չէ՞, իր պապիկները հա ուրախացել են, ասում են, լավ գազ տվեցիր։ Բայց մենք չպիտի մոռանանք, որ այդ նույն դուխով Նիկոլ Փաշինյանը կանգնել էր Ստեփանակերտի հրապարակում, ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Դրա արդյունքում մենք նաև միայնակ մնացինք, նաև հակառուսական քաղաքականություն էր վարում, մանրադրամ դարձավ այս Ռուսաստանի դեմ աշխարհաքաղաքական այս հարցակումներում Ադրբեջանն ու Թուրքիան էլ տեսան, որ մենք մնացել ենք առանց դաշնակիցների միայնակ, առիթից օգտվեցին, հարձակվեցին, ի վերջո մենք կորցրեցինք Արցախը։ Հիմա այդ նույն դուխով ինքը հայտարարում է, որ մենք գնում ենք դեպի ԵՄ-ի պայծառ ապագա։ Այդ նույն դուխով ինքը հարձակումներ է իրականացնում Ռուսաստանի դեմ։ Եվ արդյունքում մեր քաղաքացիները պիտի շատ լավ հասկանան, որ Հայաստանը հայտնվելու է Արցախի օրին։ Մենք կրկնելու ենք Արցախի ճակատագիրը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Արցախի ճանապարհով։ Սա հայ ժողովուրդը շատ լավ պիտի գիտակցի, որովհետև այն ժամանակ էլ ասում են, դե լավ Արցախը չեն կորցնի, նույն արցախցիների մեծամասնությունը։ Մինչև վերջ չէին հավատում։ Մինչև վերջին օրը իրենք չէին հավատում, որ իրենք կորցնելու են Արցախը, դուրս են գալու եւ դառնալու են գաղթական։ Հիմա Հայաստանի ժողովուրդը չի պատկերացնում։ Ինքը այսպես ոնց որ sense փառակալած է, միտքը, աչքերը չեն հասկանում, չեն պատկերացնում ինչի մեջ է։ Որովհետև իրենք չեն պատկերացնում, որ եթե Թուրքիան եւ Ադրբեջանը այստեղ ոտք դրեցին, այստեղ Հայաստան չի մնալու։ Հա գուցե ինչ որ տարածքի առումով Հայաստանը լինի, բայց հայ չի մնալու այստեղ։ Հայ ժողովուրդն ան չեն հանդուրժել։ Դե Նիկոլ Փաշինյանի ամբողջ այդ որ նկարագրեցինք այս իրավիճակը, նաև այն որ հասցնի կրիտիկական վիճակի, երբ արդեն դու մատնված ես սովի եւ ցրտահարության վտանգի առաջ ես կանգնած, էներգետիկ ճգնաժամ, քեզ թուրքերին եւ ադրբեջանցիներին մատուցելու է որպես փրկիչներ։ Հասկանում ես, դա մտածողության հեղափոխություն։ Իմ ասածը դա է, որ այդ փրկիչները գալու են, բայց չեն փրկելու։ Ամբողջ հարցը դրանում է, որ չեն փրկելու։ Այո, դա լինելու է հայկական սուբյեկտայնության դագաղի վրա վերջին մեխը։ Հիմա արդեն վերացրել է Հայաստանի Հանրապետության հայկական գործոնի սուբյեկտայնությունը մեր տարածաշրջանում։ Հիմա ապամոնտաժում է վերջին մնացորդները, որ ով էլ իրենից հետո գա, չկարողանա այս ամեն ինչը խելքի բերել։ Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրն այն է, որ ինքը բովանդակային առումով այնպես վերացնի Հայաստանի Հանրապետությունը, բովանդակային առումով վերացնի նրա սուբյեկտայնությունը, որ հնարավոր չլինի այլ տիպի իրոք ինքնիշխան քաղաքականություն վարելու հնարավոր իշխանափոխությունից հետո։ Հենց դրա համար է ինքը ամեն ինչ անում, բավարարելու Ալիևի ցանկությունները, բավարարելու Էրդողանի ցանկությունները, դրա համար է ինքը հիմա տեսեք, մենք սա ասում ենք ոչ թե ռուսների սիրուն աչքերի համար, որ ռուսները լավն են, մյուսը վատն է, չկա նման բան։ Ուղղակի շահերի դասավորվածությունը, աշխարհաքաղաքական դիրքը այնպիսին է, որ կոնկրետ հիմա այս իրավիճակում մենք չունենք այլընտրանք։ Մեր այլընտրանքը այն պետություններն են, որոնք շահագրգռված են Հայաստանի Հանրապետության գոյությամբ, իրեն շահերից ելնելով։ Իսկ դրանք են Ռուսաստանը եւ Իրանը։ Այսինքն այնպես չէ, որ իրեն շահերին դեմ է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենա։ Իրեն շահերից բխում է, որ մենք գոյություն ունենանք, լինենք գործոն։ Հետևաբար իրենք իրեն շահերից ելնելով
պատրաստ են գործողություններ անելու, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության գոյությանը եւ ինչքան տարօրինակ բան եմ ասում, հայկական Հայաստանի գոյությանը։ Այո։ Որովհետեւ պետք է ֆիքսենք, Ալիևը բազմաթիվ անգամներ ասել է, որ Հայաստանը պարտավոր է ադրբեջանցիներին բնակեցնել Հայաստանի որոշ տարածքներում։ Դրանք համարելով այն ադրբեջանցիները կամ նրանց սերունդները, ովքեր այստեղ ապրել են։ Այսինքն ինքը հասկանում է, որ շատերը մահացած կլինեն, հա, 30 քանի տարվա ընթացքում։ Հիմա պնդում է, որ սերունդները վերադառնան։ Կարող է մենք ունենանք Հայաստանի Հանրապետություն անունով, բայց բովանդակային առումով մենք ունենալու ենք արևմտյան Ադրբեջան։ Չթերագնահատենք ադրբեջանցիների դեմոգրաֆիկ զենքի նշանակությունը։ Ինչի եմ դա այդպես ասում, չգիտեմ 26 թվական, 27 թվականի քարտեզներ տեսել ես Հայաստանի Հանրապետության։ Ուրեմն խորհրդային հանրապետության քարտեզներ են, բավականին մեծ մասշտաբի, որ 26 թիվներ, եթե գտնեմ հրապարակենք, հա, այստեղ արխիվիս մեջ կա հաստատ պահել։ Մեկնաբանությունների դաշտում տեղադրեն։ Կարելի է, հա, կամ բանով տեղադրենք աբոյի նման, ուրեմն մենք կապված ենք Լաչինի միջանցքով, որը մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ Արցախի հետ, դա 27 թվականն է։ Արծվաշենը անկլավ չէ, Արծվաշենը Հայաստանի Հանրապետությանն է միացված ու այդ շրջանում շատ տարածքներ են, Տավուշես հատվածները, որ տվեց Ալիևին եւ այլն, դրանք Հայաստանի Հանրապետության մեջ են նշված։ Տիգրանակերտը իրենց քյարքի կոչված անկլավ չէ, Հայաստանի Հանրապետություն է։ Ինչի հաշվին են իրենք հասել այդ Տիգրանակերտ անկլավի, Արծվաշենը դարձրել են անկլավ ու մի շարք անկլավների այդ Տավուշի հատվածում ունեցել են։ Մարդիկ եկել են, ապրել են, որոշակի ժամանակաշրջան դարձել են մեծամասնություն ադրբեջանցիներ, դե ասել են ինքնավարություն տվեք։ Ինքնավարությունը ստացել են, դե ասում են դե մենք ադրբեջանցի ենք, հիմա ենթարկվենք Ադրբեջանին։ Ու անկլավի կարգավիճակ են ստացել դեմոգրաֆիկ զենքով։ Հիմա արեկնաս, հիմա պատկերացնենք, օրինակ Երևանի 0 քանի տոկոսներ ադրբեջանցի, մի քանի հազար ադրբեջանցի, թվերը հանել էի, մոռացա այստեղ բերեի։ Մի քանի հազար ադրբեջանցի է եղել։ Երևանի ավականին մի քանի հազարը արդեն կարող է ենթադրել Երևանի ավականում Պահանջեն, որ ներկայացուցիչ ունենալու։ Խորհրդարանում են։ Այո, խորհրդարանում նույնպես։ Խորհրդարանը դա ավելի մի քիչ երկարաժամկետ, ասենք մի 5 տարի հետո կարող են հասնել, ասենք Յենի Էրմենիստան կուսակցություն կբացեն, կունենան մի 100-200 հազար ընտրող, իրենց համար դա խնդրեմ չի այդքան, էլի մարդը։ Ասենք ներկայացված կլինեն կուսակցությունով խորհրդարանում, նաև կառավարությունում, չասենք նաև որ թիմերում այն տարածաշրջաններում, որտեղ բնակվել են, իրենք մեծամասնություն են կազմում եւ թիմերում ստանում են իշխանություն, էբա Արևմտյան Ադրբեջանը էլ ինչ տեսքով է լինելու։ Բայց դրան հասնելու համար Նիկոլ Փաշինյանին պետք է ծնկի բերել Հայաստանի տնտեսությունն ու էներգետիկ համակարգը, որպեսզի հայ ժողովուրդը այլևս այլ ընտրանք չունենա չընդունելու Ալիևի պահանջներն ու Էրդողանի պահանջները։ Դրա համար պետք է ինքը տարածաշրջանից չեզոքացնի Ռուսաստանին հատկապես եւ Իրանի դեմ գործողություններ իրականացնել։ Միանշանակ։ Իմիջիայլոց սա էլ ասենք, որ Նիկոլ Փաշինյանի ես վստահ եմ, Աստված չանի, եթե հանկարծ ինքը վերարտադրվի հունիսի 7-ին, հաջորդ քայլը այստեղից ռուսական ռազմաբազան հեռացնելն է լինելու։ Առանց աչք թարթելու։ Իսկ դրանից հետո արդեն ես ուղղակի այդ կատաստրոֆայի մասշտաբը չեմ ուզում պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու։ Ադրբեջանը արդեն միանգամից էլ չի էլ սպասի տնտեսական, չգիտեմ, ձևերով այստեղ գա գրավի կամ այդպես, հա։ Բայց ինչու միայն Ադրբեջանը։ Հա, Թուրքիան է լավ, բոլորն էլ այստեղ մտնելու են մի խոսքով։ Արի վատ բաներից չխոսենք։ Չէ, վատ բան։ Սա տեսեք, սա իրողություններ են, որոնք անխուսափելի տեղի են ունենալու, եթե մենք մեր խելքը չհավաքենք մեր գլուխը։ Չնայած այո, դա էլ է ճիշտ, պետք է հայ ժողովրդին շատ պարզ, նույնիսկ պարզունակ ձևով բացատրենք, թե հիմա կա այլընտրանք, հասկանում եք, հիմա մենք հունիսի 7-ին կամ կսխմենք ինքնակործանման կոճակը, ինքնալուծարման կոճակը, ընտրելով Նիկոլ Փաշինյանին, կամ այլ կոճակ սեղմելով շանս կունենանք հայկական գործոնը պահպանելու, հայկական պետությունը պահպանելու։
Հիմա կա այլընտրանք։ Հիմա մենք չենք քննադատում, ուղղակի ասեմ, չկա տարբերակ, դե հիմա ինչ էսա, բայց գնում են կործանվելու, ֆիքսենք, որ գնում են կործանվելու։ Հիմա ասում ենք, ժողովուրդ, եթե դուք սեղմում եք այդ կոճակը, Նիկոլ Փաշինյան կոչված, դուք տանում եք Հայաստանի Հանրապետությունը կործանման։ Այդ կործանումը 1 օրվա ընթացքում, 2 օրվա ընթացքում տեղի չունենալու։ Շարունակական ինքը գնալու է մի օր էլ մեր սերունդները մենք արտանանք, տեսնենք, որ մենք ապրում ենք Արևմտյան Ադրբեջանում պատկերավոր ասած։ Հիմա վերադառնալով Թուրքիային, որ ասում ենք, Թուրքիան այդ քլչի ու այն Ռուբինյան Ռուբենի բանակցությունների ժամանակ հիմա թվականը կմոռանամ կոնկրետ հիշել, հանդիպումներից մեկից հետո ասեցին, լուր տարածվեց, որ Թուրքիան դրել է նաև այդ սահմանազատման խնդիրը, հայ-թուրքական սահմանի, որը անցնում է Ախուրյան գետով, հիմնական մասը եւ Արաքս գետով։ Դե գետի վերջի անգամ մի 30-40 տարի առաջ, եթե չեմ սխալվում, տեղի ունեցել է սահմանազատում, սահմանագծումը, թուրքերը ասել են պետք է սահմանազատենք եւ սահմանագծենք։ Հիմա դուք ինչ եք պատկերացնում, եթե թուրքերը սկսեցին այդտեղ սահմանազատումը սահմանագծում անել։ Քանի թոթոլ կտոր են վերցնելու Հայաստանի Հանրապետությունից։ Կարող է Նիկոլ Փաշինյանը Էրդողանին ասի ոչ։ Չի կարա, չէ՞։ Չէ, բնականաբար։ Ու շիրակցիները, արմավիրցիները, հետո իջնենք ներքևով կարել։ Արարացիները թող պատրաստ լինեն, որ իրենց հողատարածքներից շաբաշ է տալու Նիկոլ Փաշինյանը Էրդողանին։ Եթե իրենք սեղմեցին հունիսի 7-ին ինքնակործանման կոճակը։ Իմիջիայլոց մի բան էլ ասեմ, շատ խոսակ չլինի Արեգնաս, ուրեմն ինքնակործանման մասով շատ հետաքրքիր դիտարկում է արել Արկադի Մարտին անունով ֆանտաստ գրող կա, Անգլիայում է կարծեմ, Ծագումով Սլավոն շատ բեսթսելեր աշխատություններ է գրում, վերջինը կարծեմ հիշողություն, որ կոչվում էր կայսրություն, այդպիսի մի ֆանտաստ վեպ է, որը տեղի ունենում տիեզերքում, ինչ որ կայսրություն է, որտեղ ինտրիգներ են քաղաքական եւ այլն, բայց դա էական չի։ Էականը նախաբանն է, մի փոքր այսպես է սկսվում վեպը։ Այս գիրքը նվիրվում է այն մարդկանց, ովքեր երբևէ սիրահարվել են մի քաղաքակրթության, որը խժռում է ինքն իրեն։ Ու ինչպես նաև Գրիգոր Պարլավունուն եւ Պետրոս Գետադարձին։ Ինչ կապ ունի մեկը մեկի հետ։ Բարձվում է այս աղջիկը տեխնացուական է պաշտպանել PhD Հայաստան-Բյուզանդիա հարաբերությունների մասին։ Այսինքն շատ լավ ուսումնասիրել է Հայաստանի թագավորության, Անի թագավորության եւ բյուզանդական կայսրության հարաբերությունները եւ դրանից հետո։ Եվ հանգել է եզրակացության, որ ոչ թե Բյուզանդիան է կործանել Հայաստանի Հանրապետությունը, հայկական թագավորությունը, Անի թագավորությունը, այլ իրենք են զբաղվել ինքնակործանմամբ։ Հայկական քաղաքակրթությունը խժռել է ինքն իրեն։ Իր էլիտայի դեգրադացվածության հետևանքով ժողովրդի այն մտածողությամբ, ինչ հիմա մենք տեսնում ենք շատ դեպքերում ցավոք սրտի, եւ դա հանգեցրել է պետականության կործանմանը։ Հիմա մենք նույն վիճակում ենք, բայց ունենք ընտրելու իրավունք։ Կարող ենք այդ ընտրությունը ռեալիզացնել։ Այսինքն ոչինչ չի փոխվել, այդպես էլ պատմությունից դասեր չենք քաղում։ Չէ, կարող հունիսի 7-ին քաղենք։ Ես համոզված եմ, որ քաղելու են։ Ես էլ շատ մեծ հույսեր ունեմ, տեսնենք ամենայն դեպս, մենք էլ փորձում ենք մեր կողմից նպաստենք հնարավորինս բացատրելու մեր հասարակությանը, մեր քաղաքացիներին իրականությունը եւ հետևանքները ինչ կարող են լինել։ Իմիջիայլոց դերենիկ ես առաջարկում եմ, որպեսզի մենք վերհիշենք Նիկոլ Փաշինյանի նախկինում արված հայտարարությունները, դե որ ինքը այսպես ստի դասագիրք է, դա միանշանակ, բայց օրինակ այս հարցում իրոք շատ դասական, ինքը հետևողական քաղաքականություն է վարել, որովհետև իրեն աղջիկ ժամանակներում, երբ դեռ ընդդիմադիր падգամավոր էր աշխատում, այն ժամանակներից էր ինքը արդեն ԵԱՏՄ-ի դեմ, Ռուսաստանի դեմ հայտարարություններով հանդես գալիս, ասում էր, որ պետք է մենք ընդհանրապես դուրս գանք ԵԱՏՄ-ից, Ռուսաստանից մի խոսքով հրաժարվենք եւ այլն եւ այլն։
Հետո երբ որ դարձավ իշխանություն, այսպես հարություն աստիճանով փոխվեց, արդեն սկսեց դուխով գցնել Պուտինին եւ Ռուսաստանին։ Հիմա արդեն վերադարձել է իր հին ակունքները, արդեն 360 աստիճանով է պտտվել, վերադարձել է իր հին ակունքներին ու նորից նույն այդ սկավառակն է պտտում։ Ես առաջարկում եմ, որպեսզի այդ իր հայտարարությունները վերհիշենք, որից հետո արդեն մեր զրույցը կշարունակենք Յուրի հետ։ Նիկոլ Փաշինյանի նախորդ կյանքը մշտապես հետապնդելու է իրեն։ Այդ հիմա է նա Պուտինին գցնում Спасибо, уважаемый Владимир Владимирович։ Երբ ԵԱՏՄ վաղուց պլանավորված միջոցառումը փորձում ներկայացնել որպես իր անձնական ձեռքբերում, իրականությունը լրիվ այլ է։ Կար ժամանակ, երբ Փաշինյանը հայհոյում էր Պուտինին ու ԵԱՏՄ-ին, դա իր աղջիկ ժամանակներն էին։ Նա 2016-ի ապրիլյան քառորյա պատերազմի թիվ 1 մեղավոր էր հռչակում Մոսկվային, նշելով, որ դա արվում էր, որպեսզի Ադրբեջանին ԵԱՏՄ բերեն։ Ապրիլյան պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրած է եղել Ռուսաստանի հետ։ Այդ պատերազմը Ադրբեջանի ԵԱՏՄ անդամ դարձնելու համար էր։ ԵԱՏՄ-ն Հայաստանում բացի վնասներից ոչ մի օգուտ չի բերել։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ում անելիք չունի։ Հայաստանի ինքնիշխանության գլխին ամպեր են կուտակված եւ ԵԱՏՄ-ն ամենաթանձր ամպն է։ Երբ Հայաստանը մտավ ԵԱՏՄ, ընդդիմադիր հաճախորդ Նիկոլը դրա մոլի քննադատներից էր ու դա համարում էր մեծ սխալ Հայաստանի համար։ ԵԱՏՄ անդամակցությունը լրջագույն սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի Հանրապետության տնտեսական, ռազմաքաղաքական եւ քաղաքական անվտանգության համար։ ԵԱՏՄ-ին անդամակցելով Հայաստանը կորցնում է իր ռազմավարական հեռանկարներն ու մոտիվացիաները, դառնալով եվրասիական տնտեսական տարածքի մի խղճուկ տանվոր։ Հենց որ նա հաջողացրեց բազմել վարչապետի աթոռին, 180 աստիճանով փոխեց իր տեսակետները եւ սկսեց գցնել Վլադիմիր Վլադիմիրովիչին, дառնալով ԵԱՏՄ-ի մոլի երկրպագու։ Подтверждаю полную приверженность международным обязательствам, взятым Республикой Армения, в том числе и в рамках Евразийского экономического союза. Что касается Европейского союза, конечно же, мы знаем, что они, в принципе, членство в двух объединениях несовместимо, но то, что мы делаем, и та повестка у нас здесь, по крайней мере, на данный момент они совместимы. Это факт. И пока есть возможность совмещать эти повестки, мы будем совмещать. А когда процессы будут развиваться до той точки, где нужно будет принять какое-либо решение, я уверен, что мы, я имею в виду граждане Республики Армения, примут это решение. Մենք շարունակում ենք մեր ոդքասթը, արդեն մեր հյուրը տաղավարում է Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Ողջույն, պարոն Բոզոյան։ Շնորհակալություն կրկին հյուրընկալվելու համար։ Մեր այդ հավասար ոդքասթ եք վարում, պարոն Բոզոյան, կարելի ասել։ Ուղղակի այս հարցերի շուրջ պարոն Բոզոյանը իրոք շատ մասնագիտացած է եւ շատ մեծ հսկայական ինֆորմացիա մեզ կարող է տալ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը եւ հատկապես մեր տնտեսության վրա ինչ ազդեցություն։ Մենք էլ փորձում ենք մաս այդ ներկայացնել հանրությանը ամենակարևոր հարցերից մեկը, պարոն Բոզոյան, Ռուսաստանի հետ հարաբերությունների ապամոնտաժումը, որ հիմա մենք ակնհայտ դեմոնստրատիվ տեսնում ենք, ինչի կարող է հանգեցնել միջին վիճակագրական հայ քաղաքացու համար։ Այո, տեսեք, ես որպեսզի մենք ավելի մեր հասարակությունը ավելի པարզ հասկանա, թե ինչ թվերի մասն է խոսքը, Հայաստանի շրջանառությունը, արտաքին շրջանառությունը, տնտեսական շրջանառությունը ուրեմն 24 թվականին կազմել է $30 միլիարդ։ Հիշենք, $30 միլիարդ։ Առևտուր են կարել Առևտուր են կարել աշխարհի հետ $30 միլիարդ, որից 13 միլիարդը կազմել է Ռուսաստանի հետ։ Մոտը համարակեսը, հա։ Տեսեք, 20 անցյալ տարի 25 թվականին այդ 30 միլիարդից դարձել է 21 միլիարդ։ Խայտարակ անկում է։ Այսինքն, հա, ընդհանուր շրջանառությունը խայտարակ անկում է։ Ընդհանուր շրջանառությունը։ Ընդհանուր շրջանառությունն է անկում ապրել։ 25 միլիարդ։ Հա, եւ 7 միլիարդից էլ 6.5 միլիարդ էլ անկում ապրել Ռուսաստանի հետ այդ շրջանառությունը։ Մոտավորապես հիմա մոտավորապես 7-ից մի քիչ ավել է։ Ինչով է դա պայմանավորված։
ասեմ, իրականում պայմանավորված այն բանով, որ այդ 30 միլիարդի շրջանառությունը իրականում դա մենակ Հայաստանի էկոնոմիկայի չի պայմանավորված, եղել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված էքսպորտների, այսինքն Հայաստանը ոսկին տանում էին Էմիրատներ, հետո Հայաստանից տանում էին Չինաստան, ասենք Ռուսաստան, հիմնական Ռուսաստանի հետ կապված։ Օրինակ, տեսեք, ես մի օրինակ բերեմ, պատկերացրեք 25 թվականին Հայաստանի էքսպորտը արտահանումը Ռուսաստան կազմել է 3 միլիարդ դոլար, 3 միլիարդ։ Իսկ Էմիրատներ կազմել է 2 միլիարդից մի քիչ ավել։ Բայց այդ Էմիրատների առյուծի բաժինը էլի ռուսական ապրանքների մասին է խոսքը, այսինքն Հայաստանը Ռուսաստան արտահանում է, չգիտեմ, բաներ, էլի մեքենաշինական արտադրանք, բայց դրանք սա բոլոր հեռախոսներ, բաներ, բայց դրանք բոլորն էլ հասնում են եվրոպական արտադրությունն է, որ գալիս է Հայաստանից վերաձևակերպվում է որպես հայկական ապրանք ու ուղարկվում է դեպի Ռուսաստան։ Այսինքն Հայաստանը Ռուսաստան արտահանել է օրինակ X-յամի հեռախոս Այո, ինչ եմ ուզում, դա բոլորի համար պարզ է, որ Հայաստանը օգտվել է ռուս-ուկրաինական պատերազմից, Ռուսաստանը կարար դա անել ուրիշ երկրների միջոցով, ինքը իդեպ անում է Թուրքիայի միջոցով, Վրաստանի միջոցով, Ղազախստանի, Ղրղստանի, այդ նաև Հայաստանի միջոցով, ինքը կարա որոշում կայացնի Հայաստանի պատճառով եւ Հայաստանը չօգտվի դրանից։ Իդեպ ասեմ, որ 24 թվականի, 25 թվականի տարբերությունը այդ անկումը ենթադրում եմ, որ դրանով է պայմանավորված եւ Օվերչուկն էլ որ ինքը հասում է դրա մասին, ակնարկում է հենց դրա մասին։ Այսինքն 30 միլիարդից որ անկում ապրել 21 միլիարդ, 13 միլիարդից որ 7 միլիարդից ավել է առաջ եկել, դա դրա արդյունքն է։ Այսինքն փաստացի Ռուսաստանը այդ ռեէքսպորտը անում է այլ երկրի Թուրքիայի միջոցով, Ղազախստանի միջոցով, Վրաստանի միջոցով։ Ռեէքսպորտի տակ, այդ թվերի տակ կոնկրետ խավեր են, չէ՞, կոնկրետ մարտիկ են կանգնած, ովքեր օգտվում են այդ բարիկներից։ Հիմնականում օգտվում է մի հատ նեղ շերտ Հայաստանում, բանկերը, օրինակ ասենք 11 անգամ բանկերի եկամուտը բարձրացել է։ Հիմա նայեք, Հայաստանի ժողովրդի մեծ մասը, ճնշող մեծամասնությունը այս չի օգտվում, բայց բանկերը օգտվում են, բայց այդ բանկերը որ օգտվում են հայկական բանկեր են, չէ, օգտվում են։ Իրանք գոնե պետք է կոմպենսացիա տային մեր ժողովրդին, որտեվ արտաքուստ էդի Հայաստանի անունից է գնում, հայ ժողովուրդը ոչ մի կապ չունի դրա հետ, օգտվում է շատ մի հատ նեղ շերտ, առևտրային ընկերություններ, բանկեր, եւ արդյունքում այս ժողովուրդը կողքից նայում է, կողքից գնում է Հայաստանի հնան մեծանում է մինչեւ 29 միլիարդ է դալիս, երկու անգամ մեծանում է, բայց ժողովրդի կենսամակարդակը նույնն է մնացել, ոչ մի տարբերություն չկա, հիմա անկում է։ Քաղաքացի դու երկու անգամ ավելի լավ է սկսել ապրել, բայց բոլոր այն մարդիկ, որ խոսում են հպարտ քաղաքացիանից, ամենացինիկաբարեն խափում է նույն հպարտ քաղաքացուն։ Հիշեք այդ ամենը, համաշխարհային պատմությունը դա է ցույց տալիս։ Հիմա տեսեք, Ռուսաստանը հիմնականում մենք ինչ ենք ստանում Ռուսաստանից։ Կարևորագույն մի հատ էլեմենտ ասեմ, որ դուք պատկերացրեք, գազի ընդհանուր էներգակիրների 80%-ը ստանում ենք Ռուսաստանից։ Ընդ որում մենք ուրիշ տեղից հնարավորություն չունենք ստանալու։ Դե ասում են Ադրբեջանից կգնենք։ Տեսեք, եթե մենք Ադրբեջանից կախված ունենք 80% կախվածությունը փոխարինենք Ադրբեջանից, Ադրբեջանից որ կախված ենք, Ադրբեջանը 5 րոպեում կարա թելադրի այն ինչ որ Արցախին էր թելադրում։ 5 րոպեում կասի արդեն խաղաղ ճանապարհով Հայաստանը կարա գրավի, որտեղ ինքը դրա մասին երազում է, թե ոնց անի, որ Հայաստանը իր կախվածության մեջ գցի։ Եվ այսօրվա իշխանությունը այդ գործիքն է, որի միջոցով ինքը պարզապես Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից պետք է փոխարինի Ադրբեջանից եւ Թուրքիայից կախվածությունից։ Իրանք սպասում են դրան։ Այսինքն բանը Նիկոլ Փաշինյանը այս պարագայում հանդես է գալիս Իլհամ Ալիևի շահերի օպերատոր։ Միանշանակ։ Տեսեք, ինքը դա այդ ֆունկցիան կատարում է, պետք է կատարի ամենը։ Ես մի հատ օրինակ բերեմ, որ դուք պատկերացնեք։ Ուրեմն ատոմայականը վերցնենք։ Ատոմայականը գիտեք, որ նոր ատոմայական կառուցման համար առնվազն 10 տարի պետք է։ Ռուսները անընդհատ ասում են, որ ձեր ատոմայականը աշխատանք ավարտվելու է 36 թվականին։ Այսինքն այս տարի պետք է սկսենք։ Այս տարի դուք պետք է որոշում կայացնեք, թե ում հետ եք անելու, որ սկսեք աշխատանքը։ Եթե դուք հիմա այս տարի որոշում չկայացրեցիք, դուք 36 թվականին որ պրծեն այս ատոմայականը, դուք կմնաք առանց ատոմայականի։ Դուք որոշում կայացրեք։ Հիմա այս մարդիկ որոշում են կայացնում, բոլոր այդ խոսակցությունները, լոլոները, որ Հարավային Կորեա, Ռուսաստան, չգիտեմ, Չինաստան, իրանք որոշում են կայացել իբր թե ամերիկյան մոդուլային ատոմայականների, փոքր ատոմայականների ստեղծման համար, բայց քանի որ այդպիսի էքսպերիմենտ աշխարհում չկա այդպիսի, իրանք այդ փոքր մոդուլային ատոմայականները հիմնականում օգտագործում են իրանց ռազմական բազաների համար, այսինքն ռազմական բազա են ստեղծում ինչ-որ միտեղ, փոքրիկ մոդուլային ատոմայական են ստեղծում, որ բազային սպասարկի, դա շատ փոքրաթիվ մարդկանց քանակի մասին է խոսքը, մաքսիմում կարող է մի քաղաքի մասին խոսք գնա նաև, էլի տենց, հա։ Հələ հաջողված օրինակներ էլ չունեն։ Լուրջ մակարդակի քաղաքացիական մակարդակով նման տիպի բան, էքսպերիմենտ չի եղել,
Եվ տեսեք Չինաստանն ու Ռուսաստանը հիմնական Ռուսաստանն է այդ իմաստով առաջամարտիկը, որտեղ ինքը կառուցվում է Թուրքիայի համար, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Հունգարիայի համար, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ ԵՄ-ի անդամ երկիր է, Հնդկաստանի համար, Իրանի համար, Իրաքի համար, տարբեր երկրների համար, այդ նաեւ Հայաստանի համար։ Ընդ որում ինքը ամենաժամանակից տեխնոլոգիաներ ունի եւ բոլորը դա խոստովանում են։ Հիմա այս մարդիկ ուզում են Ռուսաստանից իրանք տարանջատվեն, ինչի որտեվ այս մարդկանց, այս խմբակի շահերը օրգանապես հակասում են Ռուսաստանի հետ։ Բայց պարոն Խոզյան, մի բան էլ էստեղ նշենք, որ եթե 80%-անոց կախվածություն ունենք Ռուսաստանից գազերին, հա, եթե ինքը ասում է մենք կփոխարինենք Ալիևի գազերով, այստեղ բայց նույն գնով չենք ստանալու մենք հիմա ստանում ենք միջև 175 դոլարով, բայց Ադրբեջանը մենք դա էդի անպտուղ խոսակն է, դիցուկ ինքը ստացավ $100, օրինակ եմ ասում, դիցուկ այդ $100 ստանալը Ադրբեջանի դա կլինի մի տարի, հաջորդ երկրորդ տարին արդեն ինքը արդեն խորանարդ մետրի համար մի քառակուսի կիլոմետր ուզելու է։ Կարևոր չի արդեն գինը, կարևորը թե դու ումից ես դու կախված լինում։ Եթե դու Ադրբեջանից կախված ես լինում, կարող չէ $100 թե $100 թե $100 Հայաստանի Հանրապետության Գինը Հայաստանի Հանրապետության գոյությունն է, Ադրբեջանը նույնիսկ կարող առաջարկի, ասի գիտես, Հարություն Ժողովրդյան, ես քեզ $100 եմ տալիս այդ գինը։ Այս ժողովրդին խափի, որտեվ հետ կախվածությունը սարքի հետ այդ $100 սարքի Հայաստանի գին։ Բայց դրա համար պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել, կոլապսի ենթարկել տնտեսությունն ու էներգետիկ համակարգը, որ Ալիևին ու Էրդողանը ներկայացնեն։ Ուրեմն Ռուսաստանի հետ նույնիսկ այս խայտարակ վիճակով Ռուսաստանի հետ ապրական շրջանառությունը կազմում է մոտավորապես 7 միլիարդից ավել։ Այս իսկ ամբողջ ԵՄ երկրների շրջանառությունը կազմում է ընդամենը 2.3 միլիարդ 25 թվականի դրությամբ։ Իմիջիայլոց 18 թվականից հետո ընկել է։ Անորը մուսմատ ուրիշ բան էլ ասեմ քեզ։ 2.3 միլիարդը որտեղ է, 3 անգամ ավելի քիչ է մենակ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Անդում դա չհաշված Էմիրատների, որի առույցի բաժինն էլ ռուսական ապրանքների, այսպես ասած, արտահոս հոսքա։ Այսինքն իրականում այս երկիրը օբյեկտիվորեն իր ապրանքները հիմնականում կարածախ ռուսական շուկա։ Ուրիշտեղով չէ, ձեզ կհակադարձեն ինչի արաբական թերակղզու երկրներ տարատեսակ արաբական թերակղզու երկրների տեսեք Եվրամիության երկրների Հայաստանը պետք է մաքսիմալ ամեն ինչ անի, որ ինքը դիվերսիֆիկացնի, ճիշտ է, ես համաձայն եմ դրան։ Մաքսիմալ պետք է ամեն ինչ անի, որ դիվերսիֆիկացնի իր ապրանքաշրջանառությունը, որպեսզի կարողանա միջինարևելյան երկրներում բաներ ծախի, Իրաք, օրինակ այդ հնարավորությունը ունի։ Հայաստանը նույնիսկ ասենք սիգարետ է արտահանում Իրաք, Աֆղանստան։ Դա այլընտրանք է։ Այլընտրանք է, նորմալ իշխանության պարագայում իշխանությունը պետք է ձգտի դիվերսիֆիկացնի, որպեսզի շատ մեծ կախվածություն Ռուսաստանի չէ, դա ճիշտ բան է։ Իդեպ մի հատ ուրիշ հետաքրքիր բան ասեմ, որ Մայր Հայաստան կուսակցությունը վերջերս բան արեց, ներկայացրեց իր ծրագիրը, որտեղ Անդրանիկ Թևանյանը ներկայացնում էր, թե այն 10 կետերը, այդ 10 կետից մեկը հենց ոսկե ձուլարանի կառուցումն է Հայաստանում հենց բան аэроպորտի կողքը։ Այսինքն մենք առաջարկում ենք օֆշորային հսկայական մի հատ գոտի ստեղծել Հայաստան аэроպորտի կողքը, ինչ եմ դա ասում։ Տեսեք, որ դուք պատկերացնեք։ Ուրեմն Հայաստանը հանգամանքների բերումով դարել է ոսկու տարանցիկ ճանապարհ։ Ռուսաստանից դեպի Էմիրատներ, դեպի Չինաստան, դա շատ էդի Հայաստանն է դարել եւ Թուրքիան է դարել։ Պատվաբեր փողոց գործ է։ Ինքը շատ լուրջ գործ է։ Ընդ որում մենք ինչ ենք առաջարկում, քանի որ դա մենք գիտենք, քանի որ մենք ունենք բավականին լուրջ շփումներ այն շրջանակներ, որոնք այդ բանի մեջ ակտիվ աշխատում են, եւ այդ մարդիկ էլ ասում են, որ քանի որ Էմիրատների հետ կապված խնդրեմ կա հիմա արդեն ինչ վստահության խնդիր կա, իդեպ ասեմ, որ Դուբայում այդ օֆշորային նմանատիպ գոտի ստեղծված է։ Այսինքն Դուբայում օրինակ Ջենիֆեր Լոպեսը կարող է գնա այնտեղ մի հատ իր մոտ մի հատ բանը դեպոզիտարիա ստեղծի, այնտեղ ոսկի պայի առանց հարկի։ Մենք ինչ ենք առաջարկում, որ նույն բան անենք ստեղ, աշխարհի բոլոր հայերը, հարուստ հայերը իմանան, որ Հայաստանում կա մի հատ ստայլի տեղ, որտեղ չի հարկվում, ոչ մի բան չի լինում, ինքը ստեղ, եթե այդ աշխարհի հայերը իրանց մենակ ընկերների հետ գան, ասենք, այդ այսպես ասած այդ ոսկե դեպոզիտարիայում իրանց ոսկին պահեն բանանեն, կողքից կանան դուրս գան մատ Հայաստանում սկսեն տուրիստական, ասենք, մի քանի օր մնան, հաց ուտեն, բայց դա արդեն մուլտիպլիկացիոն էֆեկտ է տալիս, բայց եթե դրան գումարես նաև հայտնի աշխարհի դեմքեր, հայտնի մի քանի աշխարհի դեմք, որ եկավ, իր կողքից բերեն ուրիշ դեմքերի։ Իդեպ ասեմ, որ ձեզ փորձագետների գնահատականներով Սինգապուրի եւ Էմիրատների փորձը ցույց է տալիս, որ այդ օֆշորային գոտին ստեղծելուց անմիջապես 1 տարի անց այդ երկրի հնան աճումա
մոտավորապես 30%, դու պատկերացրու ինչ արես։ Տարի 30% մի որոշակի ժամանակ։ Այդ շատ լավ է, ուղղակի մենք հիմա միջև կոկորդներս ճարի։ Մի բան էլ ասեմ ձեզ։ Պետքա դուրս գալ դրանից։ Մա տեսեք, երկրորդ խնդիր, տեսեք, մի հատ մեգա նախագիծը դա հենց այդ ոսկե ձուլարանի խնդիրն է։ Երկրորդ նախագիծը Դերինիկ դու գոնե լավ կարաս հիշես, դա Գյումրու ազատտնտեսական գոտու պրոյեկտն է, որը ոչ միայն Հայաստանի համար է կարևոր, նաև Շիրակի մարզի ժողովրդի համար։ Նախ Շիրակի մարզի Գյումրի ամբողջ բիզնեսը պետք է երկու անգամ հարկային բեռը իջացված լինի, որպեսզի Գյումրին կարողանա դառնալ նորմալ մրցունակ քաղաք Երևանի հետ համեմատած։ Իսկ Շիրակում ամեն երկրորդ մարտը աղքատ է։ Ամենաաղքատ մարզերից մեկն է, բայց Գյումրին կարելի է դրայվերներից մեկը դարձնել, Շիրակի մարզը կարելի է դրայվերներից մեկը դարձնել Հայաստանի զարգացման իմաստով։ Իր աշխարհագրական դիրքը, аэроպորտի գոյությունը, իր երկաթուղի գոյությունը, ամեն ինչը ուղղակի հաստատի նպաստում է, որ Գյումրին այս խեղճ աղքատ վիճակից դառնա զարգացման դրայվերներից մեկը Հայաստան, այսինքն аэроպորտը, Գյումրին Եվ երրորդն էլ Ծառուկյանն էր առաջարկում այդ հատիսի այդ արձանը, որ մենք կառուցենք, դե մի քանի արձան կա խոշոր, մեկը Բրազիլիայում գիտեք, մյուսը մի քանի հատ կա, եթե դա լինի Հայաստանն էլ առաջի քրիստոնեություն ընդհանուր երկիրն է, եթե ստեղ էլ այդ պրոյեկտն է լինի, տուրիստական հսկայական բում կարա լինի, հսկայական տուրիստական բում կլինի, որտեղ այդ բանի արձանին գումարած որ գումարում ես Էջմիածնի այդ բանը, գաղափարը, որպես հայկական Վատիկան, այդ դրան որ գումարես եւ նաեւ մի հատ ուրիշ բան էլ ասեմ, մենք ունենք Երևանի վերաբերյալ մի հատ մեծ պրոյեկտ, որը կապված է Երևանի իդեայի մաս, այսինքն որպեսզի դու Երևանը կարողանաս զարգացնես թրիչկային մակարդակի զարգացում ունենա, դու պետք է հասկանաս թե Երևանը ինչով, ունեք ասենք, որ ասում ես Փարիզ, ինչ է սա բանը Էֆելյան աշտարակ ռենդավորման մասին եք ասում։ Պեզանսկի այդ Բաշնյանն են ասում, որ ասում են Մոսկվա Կրեմլն են հիշում, չէ՞, ասենք, որ ասում են Պետերբուրգ Էրմիտաժն են հիշում, չէ՞։ Հիմա Երևան քաղաքը ինչով է տարբերվում աշխարհից։ Տարբերվում է ինքը ամենահին քաղաքներից մեկն է, ամենահին քաղաքը ինչով է պայմանավորված Էրեբունիով, չէ՞։ Բայց այդ Էրեբունին ոչ միտեղ չի օգտագործում այդ բանը։ Հասկանում եք, այսինքն մենք ասում ենք ամենահին քաղաքն ենք, բայց այդ հին քաղաքի այն ֆիքսաժը թե ինչով ենք մենք հին։ Էդի 30 տարի մոռացել են խորհրդային միությունը, որ այդքան փնովում են, չէ՞։ Խորհրդային միությունը Էրեբունի լեգենդը բարձրացրեց եւ Էրեբունիի տակ հսկայական տուրիստական պատոկ առաջարկեց Հայաստանի համար։ Եւ երկրորդ գաղափարը, որ կարանք մենք օգտագործենք, դա Արարատ լեռն է, Մասիսարն է, այսինքն այդ տեսարանը Կասկադից, Կասկադի պրոյեկտը, Էրեբունի պրոյեկտը կլինի Երևանի այցեքարտը, իսկ Խելոք քաղաքի նախագիծը, որպեսզի տրանսպորտային համակարգը այնպես սարքենք, որ այդ տրանսպորտային համակարգը, ունեք հիմա դուք տաքսի եք բանանում, չէ՞, վերցնում եք տաքսին, պատվիրում եք, չէ՞, տաքսին, հեռախոսով, չէ՞։ Նույն ձևի բոլոր այսօրվա ժամանակից քաղաքներում մարդը հեռախոսը նայում է, տենում է իր տրանսպորտը քանիսն է գալի, երբ կարա ինքը գնա։ Էլ չի գնում ավտոստերն է գրած, ուղղակի շատ ուշ է գալիս, ու ինչ եմ ուզում ասել, դա առանձին խնդիր է։ Այսինքն մենք փաստորեն ունենք մի քանի խոշոր նախագծեր, օֆշորային գոտի, Գյումրու ազատտնտեսական գոտին, այդ արձանի բանը, որոնք իրար հետ միասին, ես վախենում եմ ասեմ, թե ինչ թրիչկային զարգացում կարան տան։ Իսկ թրիչկային զարգացման արդյունքում էկոնոմիկան մենք կարանք բարձրացնենք 2-3 անգամ նույնիսկ։ Մենք հիմա ծրագրում գրել ենք 2 անգամ, բայց բոլոր փորձագետներն ասում են դու կարաք համոզիչ ասեք, որ 3 անգամ մենք ներառական աճի մասին է խոսքը։ Ներառական աճի մասին։ Հիմա էլ ասում են 2 անգամ կրկնապատկվել է հնան։ Բայց քիչին վիճակագրական փողոցի համար է։ Տեսեք, բացի դրանից կրկնապատկվել է բանկերի համար, նեղ իրանց ընկերական շրջանակների համար, որոնք այդ օգտվել են այդ ռուսուկրոնական պատերին։ Սեղ մեր ասած այլ բանի մասին է։ Սեղ ներառական աճ լինելու։ Պարզ ասեմ, ներառական աճի արդյունքում բոլորը շահելու են։ Այսինքն սա ամենակարևորն է։ Իսկ ինչ նշանակում, եթե էկոնոմիկան մեծանում է, մենք կարանք արդեն միջին մինիմալ աշխատավարձը արդեն 75,000-ը սարքենք 150,000։ Այսինքն խանութի վաճառողը 46,000 դրամ է, կարանք սարքենք 100,000 դրամ։ Հասկանում եք։ Այսինքն Հայաստանը ունի մեծ հսկայական պոտենցիալ զարգանալու։ Հայաստանը հիմա ժողովուրդը անդադ ասում է, բան նախկինում բան։ Եկեք մի բան ասեմ, էլի, մոռանանք նախկինում այն վատ բարքերը, որ այլևս հնարավոր չի վերադառնալ։ Ինչի հնարավոր չի, որովհետև Հայաստանը այլևս ռեսուրս չունի այն բդեշխային համակարգը վերակենդանացնելու համար։ Էլ ժողովրդին պետք չի խաբել։ Պարզապես այս իշխանությունը
օգտագործելով այդ հների վատ երևույթները, օգտագործեց, շահագործեց մինչև վերջ, ինքը բերեց, բայց ոչինչ չփոխեց։ Ոչ մի բան չփոխեց։ Ավելի վատացավ։ Քաղաքական համակարգը մնաց նույնը։ Սերժի կոստյումը դառնալ Նիկոլի կոստյումը, ոչ մի տարբերություն չկա։ Բոլոր բարքերը մնացել են նույնը, բոլոր տեսակի բարքերը։ Սկսած չգիտեմ կուսակցությունների մասին օրենքից վերջացրած տնտեսական բարքերով բան, սենց ասեմ, Չէ, բայց ոստիկանների անարդարության խոստովանենք, որ ոստիկանների շահերը փոխել է օրինակ։ Նույնից եմ կրկնում 11 անգամ բանկերի շահույթը մեծացնի 11 անգամ այդ հնայի 2 անգամ մեծացման պայմաններում եւ դու մարդկանց կենսամակարդակը չբարձրացնես, իսկ հիմա արդեն էքզիստենցիալ վտանգի առաջ են կանգնում։ Մենք եթե օրինակ եթե այս իշխանությունը մնա եւ այս բանը իրանք մերժեն ռուսական այդ առաջարկը ատոմայակը, ես երաշխարհված եմ ասում 36 թվականից հետո Հայաստանը հայտնվելու է քարե դարի մեջ եւ էներգետիկ ճգնաժամը ավելի վատ ալնելու, քան եղել է 90-ական թվականներին։ Այսինքն մենք կարանք երաշխարհված դա ասենք։ Ընդ որում ռուսական կողմը տեսնելով, որ այս մարտիկ այս դիրքորոշումն ունի, թե այս իշխանությունը մնաց, իրանք ձեռքերը լվանալ են մինչև 36 թվականը։ Իրանք ամեն ինչ անելու են, որ իրանք արդեն, որտեղ մեծ հաշվով ես նույնպես եմ կրկնում, ոչ մեկ չի ուզենա այս տիպի իշխանությունը հետ աշխատի, երբ որ այդ իշխանությունը արդեն հիմա հայտարարում է, որ ես դες գցելու եմ վաղը։ Դա շատ պարզ է։ Ես ուզում եմ, որ մի փոքր ավելի առարկայական ու ավելի շերտային բացենք։ Օրինակ, ինչ կլինի Ռուսաստանի հետ այս հարաբերությունները խզելու արդյունքում։ Գյուղատնտեսության հետ ինչ ասեցի, պարզնատ էլեմենտար բան ասեմ։ Որքան կբարձրանա բացի տարական գինը, որքան կբարձրանա, ժողովուրդը պատկերացում կա։ Էլեմենտար, եթե գազի գինը հիմա $177, եթե դառնա, ասենք օրինակ, գիտեմ, $400, հիմա 600, հիմա 500-600, 500-ից $600 գազի գինը ստաբիլ եվրոպական երկրներում Ռուսաստանը խոմ մեկ գեղեցիկ ասում շուկայական գինը հենց ինքը դեռ 3 անգամ թանկ գազի գնի այդ գնագոյացման տրամաբանությամբ մեր մոտ այն ապրանքները որը գազի սպառման արդյունքում են անում 2-ից 3 անգամ թանկանալու են այսինքն եւ բանը հացի գիննա թանկանալու եւ ալյուրի գիննա թանկանալու եւ մնացած բոլոր ապրանքների գիննա իվերջե գազը դա նաեւ էներգակիր է չէ նաեւ դուք հասկանում եք ինչ նախնդիրը գազը մեր բանի մեքենաների 80%-ը գազով են չէ քշում այսօր Հայաստանում հասկանում եք հա ռուսական եթե գազի գինը բանը 3 անգամ թանկացավ ես չեմ ասում կարող 4 անգամ թանկանա իսկ գյուղատնտեսական ապրանքները օրինակ գյուղատնտեսական ապրանքների մասին խոսք Հայաստանում նաեւ մասնագետները հաշվել են որ նույնիսկ եթե 2 անգամ գազի գինը բարձրանա 2 անգամ Հայաստանի էկոնոմիկան ուղղակի կկանգնի մենք հայտնվենք քարե դարում մենակ գազի մասին է խոսքը ատոմականի մասին ատոմականը դա Հայաստանի անվտանգության ամենակենտրոնական բաներից մեկն է, որը տալիս է մեր էներգիայի 40% է այսօրվա դրությամբ, 40% է։ Հիմա ատոմականը դուք հիշում եք, չէ, 90-ական, չգիտեմ, շատերը պետք է հիշեն 90-ական թվականին ինչ վիճակի մեջ էր, բայց այն ժամանակ գոնե պերիոդիկ գազ էր գալիս, պայթացնում էին գալիս էր։ Հիմա պատկերացնում եք, ոչ գազ ունենանք, ոչ ատոմական, մենք որտեղ ենք ապրելու։ Մենք ֆիզիկապես չենք կարողանալու ապրենք։ Հասկանում եք ինչ նպատակը հենց դա է։ Ես որ դու կարող ես ֆիզիկապես ապրես։ Այո, ես այն կարծիքին եմ, որ իսկապես Հայաստանն առանց հայերի, այսպես ասած, ծրագիրը կյանքի է կոչվում հենց այս իշխանության պարագայում։ Սա ամենահրեշավոր բանն է, ցավոք սրտի եմ ասում, որովհետև ես մենակ տնտեսական մասը բաղադրիչը ասեցի, սոցիալական հետևանքները ուղղակի աղետալ են լինելու, ես էլ չեմ ասում անվտանգային գործոնը, որովհետև եթե հանգարց իրանք տեսնեն, որ մենք հարաբերությունները խզել ենք Ռուսաստանի հետ, եւ մենք հարաբերությունները խզել ենք, ասենք օրինակ, նաեւ Պարսկաստանի հետ, հարց առաջանում Ինչի՞ պիտի Թուրքիան ու Ադրբեջանը ցենց ստոիկ մակարդակին նայեն եւ ոչ մի բան չանեն մեր նկատմամբ։ Մեր գեղեցիկ մանավանդ իրանք ամեն օր գիշեր ցերեկ մտածում են թե ոնց անեն որ Հայաստանից բան փոկեն։ Հասկանում եք։ Այնա Նիկոլի ահարկու հայացքը բան դրանք չեն։ Մանավանդ որ այս մարտիկ արդեն առանց ամոթի հայտարարում են որ մեր անվտանգության երաշխիքը պետք է լինի Ալիևը։ Դուք հասկանում եք ինչա։ Մեր ժողովրդի քանի տոկոսն է բանա հավատում որ Ալիևը կարա մեր երաշխիքը։ Քանի տոկոս է մարտիկ օգնալու են ու ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Իրենք ընդունում են որ Ալիևը իրենց երաշխավորն է։ Տեսեք, ես համաձայն չեմ մարդկանց մեծ մասին, կներեք, այս բանը ինֆորմացիոն տերորի արդյունքում այնքան են ճնշել, որ մարդը կորցրել է մտածողության ունակությունը։ Այդ մարդկանց չպետք չի մեղադրել։ Մարդկանց ինֆորմացիոն տերորի տակ են եղել։ Այդ ինֆորմացիոն տերորը սարսափելի բան է։ Ասեմ դες Գեբելսյան քարոշչա մեքենա, որ մենք ասում ենք 30-ական թվականների անցյալ դարի, ինքը գերմանական ժողովրդին սարքեց սադիստ
դաժան ժողովուրդ, բայց գերմանացիները տվել են Բախ, Մոցարտ, Բեթհովեն, Հենդել, Հեգելա տվել, բանա տվել, այսինքն գերմանական ժողովուրդը տաղանդավոր բանա տվել, բայց այդ տաղանդավոր ժողովրդին դարձրեցին գազան։ Հիմա մենք ինչան ոնց հակազդենք։ Միայն Ալեն Սիմոնյանը իրեն սիրելի, որը տիրաժավորվում է Գեբելսյան Նիկոլական այդ քարոզչան մեքենաներով, ասում է, որ ժողովուրդ ջան, մեր անվտանգության երաշխավորը պարոն Ալիևն է։ Դերեն ջան, մի ձև կա։ Ինչ է հասկանում Նիկոլին ընտրողը։ Մարդը, կներեք, մարդը հոմո սապիենսի շարքից է պատկանում։ Այսինքն մարդը անասունից տարբերվում է մի բանով, բանականությամբ։ Մարդուն պետք է դու անընդհատ համոզես եւ բացատրես, որ այդ ճանապարհը տանելու է քեզ դեպի գերեզման։ Ոնց որ 15 թվականին քո պապերին խապեցին տարան ցեղասպանեցին, նույնը հիմա քեզ քո պապերի թորներին տանելու են նույն ձևի ցեղասպանել։ Դե ի՞նչն է այս մարդկան շահը։ Միայն հերթումը ցույց կտա։ 21-րդ ի՞նչն է պատճառը, որ այս մարդիկ այս հրեշավոր ծրագրի մեջ են մտել, որոնք ժամանակին հերիտ թուրքերը օգտագործի կոչեցին։ Սա միայն իշխանապողությունը ցույց կտա։ Սենց նույնիսկ ես չեմ ուզում հիմա դրա մասին շատ փակագծեր բացեմ։ Հա, բայց ակնհայտ տանում են դրան Հայաստան առանց հայերի հայկական գործոնի վերածում։ Մի բան էլ ասեմ, Դերենիկ, դա չի նշանակում, որ մենք պետքա մենակ Ռուսաստանի հետ հարաբերություններ պահենք, մենք ուրիշ երկրների հետ նկատի դա կատեգորիկ սխալ մոտեցում է։ Հայաստանը պետքա դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները բոլոր երկրների հետ։ Բնական է դա։ Որտեղ որ մաքսիմալ ինքը նենց անի, որ ինքը մի երկիր մենակ շատ չնի, որ իր հետ կախված լինի։ Օրինակ ՍԵՊԱ-ի ծրագրի շրջանակներում Հայաստան ունի հնարավորություն Եվրոպական միության հետ բազմաթիվ ծրագրերով կյանքի կոչի իր ծրագրերը, տեխնոլոգիաներ վերցնի, բաներ անի։ Օրինակ եմ ասում, туриզմի զարգացումը այդ բանը առանց վիզաների այդ քաղաքականությունը դա խայտարակություն է 8 տարի այս իշխանությունը մնացել է իշխանության իբր թե եվրոպական իշխանությունն է չէ 8 տարվա մեջ մի սանտիմետր առաջ չեն գնացել այդ վիզաների ազատագրման հարցում մի սանտիմետր չեն գնացել եւ այդ մարդիկ կոչվում են այսպես ասած եվրոպական իշխանություն Շնորհակալություն պարոն Բոզյան այսքանով ավարտենք Իսկ մեզ հետևողներին մենք սկզբից մոռացանք իդեպ ասենք դերին որ մեզ լայքելը, կոմենտելը, սրտիկելը, պարոն Բոզյանն էլ կարող են լայքել եւ սրտիկել մենք դեմ չենք։ Միացեք մեր էջերին, մեկնաբանություններ գրեք, շնորհակալություն պարոն Բոզյան հետաքրքիր զրույցի համար։ Ընդհանրապես միացեք, որ փոխենք